բավական մի քանի անգամ Եվրամիության շենքի մոտ ակցիաներ են եղել, իրենց հարցը բարձրաձայնվել է։ Այսօր Հայաստանի Եվրամիության դեսպանը ասում է ուշադիր հետևում ենք, մոտապես ակնարկել է, որ մենք չենք կարող ասել, որ բոլորը քաղբանտարկյալ են եւ այլն։ Այս քանի որ երեկվանից այս աղմուկը բարձրացրած, որ առողջության խնդիր կա։ Եվրամիությունի դեսպանատներից ինչ-որ ձևով ինչ-որ արձագանք ստացել եք եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռ կարդացի, որ որևէ արձագանք չունեն։ Նոր կարդացի։ Նոր Նարեկի նամակ։ Եվ այս մասով կարող եք ասել։ Ես պատասխանեմ, որ մենք Եվրամիության գրասենյակի մոտ ակցիաներ ենք իրականացրել, իրենց էլեկտրոնային փոստի միջոցով դեպքի մանրամասների մասին տեղեկացրել ենք, երկու անգամ, երկրորդ անգամ արդեն հրատապ նամակով ենք դիմել, բացի էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկել, նաև արձեռն ենք տարել տեղում հանձնել, երկու անգամ էլ ստացել ենք պատասխան։ Առաջին անգամ այդ պատասխանը վերաբերվել է նրան, որ դա նախաքննության ընթացքի եւ իշխանությունների ներքին գործ է, մենք չենք կարող միջամտել, չնայած իշխանության հետ դիալոգում ենք, բարձրաձայնում ենք խոսքի ազատության, ժողովրդավարության սկզբունքների պաշտպանության կարևորության մասին։ Երկրորդ անգամ ի լրումը նախորդ պատասխանի կրկնել են, որ իրավական գործընթացներն իշխանությունների ներքին գործն են, բայց կոնկրետ ձեր մատնանշած գործով մենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ կապի մեջ ենք, այսպես ասած։ Մենք նաև նախորդ օրերին Եվրամիության գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ նշել ենք այս կապակցությամբ մեր դիրքորոշումը։ Ինչպես էր ստացվում, որ նախկինում Եվրամիության դեսպանության Հայաստանի ներկայացուցչի համար Հայաստանում իրավական գործընթացները ներքին գործ չէին եւ ինչու է դա այս պահից դարձել։ Ինչպես էր ստացվում, որ Սվիտալսկին գնում էր տարբեր դատավարությունների էր մասնակցում, բանտախցերում տեսակցում էր ենթադրաբար քաղաքական բանտարկյալներ համարվող անձանց եւ այդպես շարունակ։ Եվ ինչու հենց հիմա դարձավ կամ այս տարիների ընթացքում դարձավ դա Հայաստանի իշխանությունների ներքին գործը։ Սա արդեն աշխարհաքաղաքական տիրույթում է, որի մեջ մտնել չենք էլ ցանկանում։ Կարծում եմ հետևությունները անել կարող են բոլորը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ չենք դիմել, բայց սա այն հարցը չէ, որ պետք է մարդու իրավունքների պաշտպանը գործի դիմումի հիման վրա։ Դա իր պարտականությունների, իր գործառույթների շրջանակներում է, իր լիազորությունների մեջ է մտնում։ Զբաղվել հարցով, տեսնել մամուլում արկա հրապարակումները, գնալ հանդիպել, բարձրաձայնել խնդիրը, արտահերթ զեկույցներով հանդես գալ, գնալ անձամբ տեսակցել, եթե ոչ ինքը գոնե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցչություն ուղարկել, որևէ քայլ չի ձեռնարկվել այս ուղղությամբ։ Նարեկին որևէ մեկը մինչ օրս չի տեսակցել, ինչի մասին ինքը գրել էր նաև իր հոդվածում։ Իսկ թե իրենք ինչ են զեկուցում միջազգային կազմակերպություններին, անկեղծ ասած մենք չենք կարող ասել եւ չենք կարող վստահ լինել, որ այդտեղ կարող է օբյեկտիվ տեղեկատվություն լինել։